Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ եւ եւս մեկ անգամ ցավակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, Վրաց եկեղեցուն եւ Վրաց եղբայրական ժողովրդին, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ։ Այդ շրջանակները, որ ասում են դեմ չեն խաղաղությանը, հենց սկսում են խոսել, ասում են, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Դա նշանակում է մեկ բան՝ պատերազմ Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով, նշել է նա։ Ազգային ժողովի կանոնադրական սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի առաջին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնենք, որ նախագահը սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է հենց նրա թեկնածությունը։ Կառավարությունը չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի համաձայնագիր կնքելու մասին որոշումը։ Համաձայնագիրը կարգավորի ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտուրը։ Իսրայելական զանգվածային լրատվության միջոցները հայտնել են, որ երկրի իշխանությունները մտադիր են հետախուզական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին եւ Պարսից ծոցի երկրներին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ենթադրյալ գործողության շրջանակներում, որ Իրանը փաստացի արգելափակել էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումների ֆոնին։ Մարտի 29-ին ժամը 18-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելարուս ընկերական հանդիպումը, այսօրվանից տոմսերը հասանելի են Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում։